որ անկախության հռչակագրի նախագծի մի քանի տարբերակներ են եղել։ Փոփոխման ենթակա չեն։ Չի ենթադրում Իրանից որևիցե մի տարածքային պահանջ։ Գործել են երկու առանձին պետություններ, մեկը ճանաչված, մեկը ընդհանրապես չճանաչված։ Հայաստանի Հանրապետությունը դեռ չի ներկայացրել որևէ պահանջ, որ Ադրբեջանը Բանավեճին մասնակցում են 20 մասնակից եւ 1 հիմնական բանավիճող։ Բանավեճը բաղկացած է հիմնական բանավիճողի կողմից հայտարարված եւ դրանց շուրջ ընթացող 4 պնդումներից, որոնցից յուրաքանչյուրի համար հատկացվում է 15 րոպե։ Բանավեճը մեկնարկում է հիմնական բանավիճողի կողմից հայտարարված պնդումով, որից հետո մասնակիցները իրենց հեռախոսների վրա սեղմում են համապատասխան կոճակը։ Ով առաջինն է հասցնում սեղմել կոճակը, նա էլ զբաղեցնում է ոչ հիմնական բանավիճողի աթոռը եւ սկսում է բանավեճը։ Յուրաքանչյուր մասնակցի բանավեճի ընթացքում տրամադրվում է կարմիր դրոշակ։ Եթե մասնակիցը ցանկանում է ոչ հիմնական բանավիճողի փոփոխություն, ապա բարձրացնում է իր կարմիր դրոշակը։ Երբ մասնակիցների մեծ մասը բարձրացնում են դրոշակները, ժամանակը կանգ է առնում, եւ ոչ հիմնական բանավիճողը լքում է իր տեղը։ Այնուհետև բոլոր մասնակիցներին տրվում է կոճակը սեղմելու եւ բանավեճը շարունակելու հնարավորություն։ Յուրաքանչյուր մասնակցի տրվում է 3 րոպե անձեռնմխելի ժամանակ, որի ընթացքում թիմը չի կարող նրան հեռացնել։ Բանավեճի թեման է ՀՀ նոր սահմանադրության մեջ պետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Կողմ դիրքորոշումը պաշտպանում է հիմնական բանավիճողը, իսկ դեմ դիրքորոշումը ոչ հիմնական բանավիճող մասնակիցները։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանում նշված է հետևյալը. հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացման եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմություն համամարտկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Սա ուղիղ մեջբերում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանից, որում հստակ ֆիքսված է, որ նրանում հիմք է ընդունվում հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները։ Իսկ որոնք են Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում այն հիմնական խնդրահարույց կետերը, որոնք այսօր մենք քննարկելու ենք եւ որի վերաբերյալ կան մտահոգություններ։ Առաջինը, Հայաստանի անկախության հռչակագրում կա նշում առում առ այն, որ անկախության հռչակագիրը հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Նույն հռչակագրում 11-րդ կետում նշված է. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Այս առումով արդեն պարզ է հիմնական երկու խնդրահարույց կետերը՝ միջազգային ճանաչման գործի սատարումը, Արևմտյան Հայաստան եզրույթի օգտագործումը եւ հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին նշում առումը։ Այս ամենը հաշվի առնելով, նաև ելնելով նրանից, որ ես պետք է պաշտպանեմ, որ նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, իմ առաջին պնդումն է։ Սահմանադրությունում պատմական իղձերն ամրագրող փաստաթղթին հղում անելը եւ այն հիմք ընդունելը քաղաքական անպատասխանատվություն է, քանի որ այն սերունդների վրա դնում է երկրի ռեսուրսներին անհապատասխան մեծ բեռ, որը նաև ապացուցվեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ մի քանի տասնամյակ ընթացած բանակցություններով, բանակցային առաջարկվող լուծումներով եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Սա իմ առաջին պնդումն է եւ ես արդեն հայտարարում եմ, որ մասնակիցները կարող են գրանցվելու կարգով անցնել եւ մոտենալ։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Անահիտ Սուքեսյան, ծափարություններով խնդրում եմ։ Դե ինչ Անահիտ, կարող ենք սկսել, ես առաջարկում եմ դուք սկսեք, հնարավորինս համակ ուշադրությամբ կլսեմ ձեզ։
Ամենասկզբից ուզում եմ սկսել իմ խոսքը այստեղից, թե պետությունը սոսկ վարչական տարածք չէ։ Այն արժեքների հիշողության շարունակությունն է եւ ամենասկզբանե ուզում եմ նշել այս փաստը, որ երբ որ մենք խոսում ենք արդեն հերքելու մասին մեր անկախության հռչակագրին ու հղում չանելով մեր համադրության մեջ, արդեն իսկ մենք փորում ենք մեր գերեզմանը եւ մեր իսկ ծննդյան վկայականը դարձնում ենք մեր իսկ մահվան վկայականը։ Ինչը բնականաբար Ես կխնդրեմ մեկ հարցի պատասխանեք, ում կողմից է ընդունվել անկախության հռչակագիրը։ անկախության հռչակագիրը ընդունվել է ԽՍՀՄ-ի եւ որի մեջ նշվել են մի քանի կետեր Հայաստանի Հանրապետության ընդունվել Հայաստանի անկախության հռչակագիրը։ Անկախության հռչակագիրը ընդունվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից եւ որի մեջ ներառվում են 12 կետեր։ Գերագույն խորհրդի падգամավորները, բոլոր падգամավորության ներկայացուցիչները ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, այսինքն տվյալ դեպքում խորհրդային Հայաստանի Հանրապետություն, թե ոչ։ Ոչ։ Եվ ովքեր էին նրանք, որ չէին ներկայացնում։ Այս բանը չեմ հիշում, չեմ կարող ասել։ Շատ լավ, այլ պնդման տեսանկյունից իհարկե ես կներկայացնեմ, բայց փաստացի մենք ընդունում ենք, որ Հայաստանի անկախության հռչակագիրը չի ընդունվել անկախ Հայաստանի Հանրապետության պայմաններում։ Ճիշտ է։ Այո։ Այո, այսինքն մենք ուզում ենք, որ դեռևս չանկախացած Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, падգամավորների կողմից, որում նշեմ, կային Լեռնային Ղարաբաղից ընտրված 10 падգամավորներ։ Դրա մասին իհարկե հետագայում կխոսենք, բայց փաստացի Հայաստանի ճանաչված սահմանից, այսինքն խորհրդային Հայաստանի սահմանից դուրս գտնվող օրենսդիրները որոշել են, թե ինչպիսի նաև մասնակցել են այդ որոշմանը, թե ինչպիսին պետք է լինի անկախության հռչակագիրը։ Ինձ խնդրում եմ հիմնավորել, ինչու պետք է նման անկախության հռչակագիրը արդեն իսկ անկախություն հռչակած ազգային հանրաքվեով անկախությանը կողմ քվեարկած հանրապետության կողմից նշում արվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում։ Սկսեմ այստեղից, թե մեր հռչակագիրը մեզ է անհրաժեշտ առաջնային, որովհետև մենք այստեղ դիրքորոշում ենք, արդեն դիրքն ենք վերցնում մեր աշխարհում, ինչը ինքն իրենից արդեն Ադրբեջանը նույնիսկ ստորագրություն է թողել այդ հռչակագրի տակ, որտեղ էլ ճանաչում է մեր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Եվ այստեղ կներեք մի վարքյան, հա, արդյոք սա արտաքին ուժերի կողմից նախադրյալներ չեն, ու այս բարակում են բնականաբար եւ ինքն իրենից արդեն առաջ է քաշում այլ ենթատեքստեր, ինչպիսիք օրինակ ներդրումներ։ Քանի որ ձեր ժամանակը սպառվում է, չեմ ուզում անարձագանք թողնել ձեր պնդումը, ես ի սկզբանե նշեցի թեմայի արդիականությունը պայմանավորված է երկու կոնտեքստով։ Արտաքին քաղաքական Ժամանակը կանգնեց, ունենք դրոշների քվորում։ Եկեք շնորհակալություն հայտնենք Անահիտին։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Սողոմոն Թանանյան, ծափարություններով։ Ողջույն Սողոմոն, կրկին հարգում եմ ձեր ժամանակը եւ լսում եմ ձեզ։ Ողջույն Յուրի, նախապես խոսել եք պահանջում եմ, որ չընդհատել ինձ։ Իմ դիրքորոշումը հստակ է, Սահմանադրության մեջ հղումը անկախության հռչակագրին պետք է, քանի որ այն մեր պետության, այսպես ասած, իրավական պորտալարն է, եւ ինչպես նաեւ մենք ուղղակիորեն չենք կարող պատրել մեր ծննդյան վկայականը, քանի որ այդ ամենը անելով մենք կունենանք մի պետություն, մենք Հայաստանը կդարձնենք մի տարածք, որը չունի անցյալ։ Տեսեք, ես իմ պնդման մեջ նշեց չեմ ընդհատում, չէ՞, ձեզ ինձ թվում է հիմնականում ձեր միտքը պարզ է։ Ես չեմ ասում, որ մեր պորտալարը կտրենք։ Ես համարում եմ, որ անկախության հռչակագիրը կարևոր պատմական փաստաթուղթ է, որը իդեպ կարևոր է հասկանալ, չէ՞, նաև ինչ պայմաններում է ընդունվել։ Օրինակ, դուք գիտեք, որ անկախության հռչակագրի նախագծի մի քանի տարբերակներ են եղել։ Գիտեք դրա մասին։
ոչ տեղյակ չեմ։ Իսկ գիտեք, օրինակ մարդիկ կային, ովքեր այդ նախագծի հեղինակներից, որ Աստծուն էին հղումանում, մեկը նշում էր, որ հայ ժողովուրդը 10,000-ամյա պատմություն ունի, մեկը նշում էր 50,000-ամյա, իհարկե ավելի խելացիները, եթե պետք է նրանց հղում անեն, Ռաֆայել Իշխանյան, Լևոն Տեր-Պետրոսյան ավելի ռացիոնալ հաշվարկով են մոտենում այդ հարցին, ասում են պատմական իղձեր իրականացնելու միջոց չէ մեր պետությունը եւ այլն, բայց ամենակարևորը, այստեղ խնդիր չէ դրված, որ մեր անկախության հռչակագիրը պետք է չեղարկվի, մենք պետք է մոռանանք եւ այլն։ Խնդիրը հստակ է։ Այլ պետա իրավական կազմավորման պայմաններում մենք ընդունել ենք անկախության հռչակագիր, որի արժեքը շատ կարևոր է։ Խնդիրը սրանում է, ելի կրկնեմ թեման։ Նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում նոր անկախության հռչակագրին։ Այսինքն այս բանին սահմանադրություն հղում կա այդ անկախության հռչակագրին։ Եթե այս մասով ունեք հակապաստարկներ, խնդրեմ։ Ինչպես նշեցի, իմ դիրքորոշումը հստակ է եւ այո, եթե կան ինչ-որ ձևակերպումներ, որոնց շուրջ պետք է վերանայել, քանի որ խուսափենք հետագա պատերազմներից կամ անհամաձայնություններից, իհարկե պետք է վերանայվի, բայց դա չի նշանակում դուք համաձայնվում եք։ Կապ չունի, իհարկե պատճառաբանության հետ համաձայն չեմ, բայց առնվազն դուք համաձայնում եք, որ մենք պետք է վերանայումների ենթարկենք մեր սահմանադրության նախաբանը։ Դուք նշեցիք կոնֆլիկտի պատճառը, ես դրա հետ համաձայն չեմ, բայց ընդհանուր առմամբ ընդման հետ ոնց որ թե սկսում ենք համաձայնել։ Չի ասիլ, որ համաձայնում ենք, ավելի շուտ կարիքը չկա հեռացնելու, այլ վերանայելու, քանի որ ինքը շատ կարևոր հանգամանք է անկախության հռչակագրի հղումը, քանի որ այն Կանգնեցնում ենք ժամանակը, ունենք դրոշների քվորում եւ ծափարություններով ապրանք ծառայում։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Անգելա Պետրոսյան, ծափարություններով։ Շնորհակալ եմ։ Կրկին հարգում եմ ձեր ժամանակը եւ համակ ուշադրությամբ լսում եմ ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Իմ ձայնը հուսամ լսվում է։ Այո։ Կարող եք մի փոքր մոտ պահել։ Ես ի սկզբանե տրամադրված էի ընկերներիս նման անդրադառնալ այս հարցի հայրենասիրական կողմին, որ մենք ունենք մեր ծննդյան վկայականը, որ մենք իրավունք չունենք հրաժարվել դրանից, որ եթե դու տունդ ավիրվում է, դու պետք է տունը քեզնից խլում են, դու պետք է պահես քո վկայականը, որ հետո կարողանաս քո իրավունքները վերականգնելու, այդպիսի շատ խոսքեր էի գրել, բայց իրականում կարծում եմ, որ ավելի արգումենտացված պետք է խոսենք։ Ես առանձնացրել եմ մի քանի հիմնական դրույթ։ Մեր անկախության հռչակագիրը, անկախության հռչակագրի հանելը մեր սահմանադրությունից կարծում եմ, որ չի երաշխավորում մեզ իսկական խաղաղություն։ Եվ մեր թշնամու Ադրբեջանի կողմից պարտադրված այս նախապայմանը կարծում եմ, որ ընդհանրապես շանտաժ է, որի հիման վրա նա փորձում է գնալ զիջումների ու այդ զիջումները ես վստահ եմ, որ լինելու են շարունակական։ Բացի դրանից, ուզում եմ ներկայացնել նաև եւս մի երկու արգումենտ։ Առաջին միջև այդ արգումենտներին ասելը եւս մեկ անգամ հիշեցնում եմ իմ առաջին պնդումը։ Փաստաթղթին այդ հղում անելը քաղաքական անպատասխանատվություն է, քանի որ այն սերունդների վրա դնում է մեծ բեռ, անհամապատասխան մեծ բեռ, որը ապացուցվեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ մի քանի տասնամյակ ընթացած բանակցությունների եւ բանակցային առաջարկվող լուծումներով, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Ունեք սրան հակափաստարկ, հակապնդում, խնդրեմ համեցեք։ Իրականում ես ուզում եմ անել առաջարկություն։ Մի քիչ շեղվենք ֆորմատից։ Առաջարկությունս կայանում է նրա մեջ, որ պահպանենք անկախության հռչակագիրը փոփոխելով մի քանի, ու ավելի ճիշտ մեկ դրույթ, Արցախի դրույթը, որովհետև անկախության հռչակագիրը հանդիսանում է մեզ համար իրավական մեկնաբանման գործիք։ Երբ դատարանները Այսինքն դուք կողմ եք, որ անկախության հռչակագիրը պահպանվի, անկախության հռչակագրում փոփոխությունները արվեն եւ հղումը պահպանվի սահմանադրությունում։ Հղումը պետք է պահպանվի սահմանադրության մեջ, ընդհանրապես պետք է փոփոխվի մեկ դրույթ։ Իմ առաջարկությունը դա է։ Փոփոխվի անկախության հռչակագրից թե սահմանադրություն նման։ Անկախության հռչակագրի միջից Արցախի դրույթը։ Դա է ասում։ Այսինքն դուք համաձայն եք հիմնական պնդումներն, ուղղակի ասում եք հղումը մնա։ Հղումը պետք է մնա, անկախության հռչակագիրը որպես այդպեսին պետք է մնա, ընդհանրապես պետք է փոփոխվի մեկ դրույթ։ Դա իմ անձնական կարծիքն է, որովհետև իրավական մեկնաբանման գործիք է մեր դատարանների համար, երբ որ երկիմաստություն է առաջանում, մեր դատարանները շատ հաճախ հղում են անում մեր հռչակագրին։ Տիրապետում եք անկախության հռչակագիրը փոփոխելու կամ չփոփոխելու հիմքերին։ Ես տիրապետում եմ այն ինֆորմացիային, որ պետք է հանրաքվե անցկացնենք։ Ճիշտ է։ Ասում եմ, դուք տիրապետում եք, որ անկախության հռչակագիրը ինչպես է փոխվելու կամ ընդհանրապես անկախության հռչակագրի դրույթները փոփոխելի են, թե ոչ։ Անկախության հռչակագրի դրույթները փոփոխելի են միայն ժողովրդի համաձայնությամբ։
Որտեղ է դա նշված։ Հղում արեք, ինչ որ Հայաստանի Հանրապետություն կան օրենքներ, սահմանադրություն կոնկրետ նշեք, որտեղ է նշված, որ անկախության հռչակագիրը կարող է փոփոխվել, չփոփոխվել։ Ես առնվազն սահմանադրական դատային որոշում կարող եմ հիշատակել, եթե դուք ունեք այլ հղում, խնդրեմ։ Ես չունեմ այլ հղում, սահմանադրական դատարանին է միայն։ Նշեք դե, եթե ունեք։ Կանգնեցնում ենք ժամանակը, ունենք քվորում, ծափահարենք։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Նարեկ Մինասյան, ծափահարություններով։ Ողջույն Նարեկ, կրկին հարգելով ժամանակը լսում եմ ձեզ։ Ողջույն հարգելի Յուրի, դուք բնդման մեջ շեշտեցիր, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը անկախության հռչակագիրը պատմական իղձերից կատարման փաստ չէ, այլ քաղաքական ենթատեքստի բաց կհամարենք ու նաև շեշտեցիք, որ կարող եք մեջբերում անել, որ ժողովրդի հանրաքվեով չէ, իսկ ես էլ 2021 թվականին գործող կառավարությունը քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական դատարանի հետ մեկտեղ որոշում է ստորագրել սահմանադրության 3 հիմնական կետերի վերաբերյալ անբեկանելի վճիռ է, որը այսինքն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի հետ 3 հիմնական կետերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության ստեղծման օրվանից մինչև առ այսօր փոփոխման ենթակա չեն։ Խոսքը անկախության հռչակագրում դրույթների փոփոխության մասին է, ոչ թե սահմանադրության որոշակի դրույթների անփոփոխելիության, այլ անկախության հռչակագրում համապատասխան փոփոխություններ անելու հիմքերի կամ դրանց արկայության կամ բացակայության մասին է խոսքը։ Դուք կարող եք նման հղում ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, օրենսդիրը կամ որևէ այլ մարմին կարող է անկախության հռչակագրում փոփոխություն անել, ինչպես նշեց ձեր նախորդ ընկերը, որ եկեք հղումը պահենք, անկախության հռչակագիրը փոխենք։ Դե հղումը պահելով ու անկախության հռչակագրի մեջ որոշակի դրույթներ փոխելը արդեն գալիս է նրանից, որ ինչ որ հղումը փոխելով սահմանադրության եւ անկախության հռչակագրի որոշակի դրույթներ, արդեն ինքնին հակասում է անկախության նախաստորագրված անկախության հռչակագրի այդ դրույթներին, Ինչ է նշանակում նախաստորագրված։ 91 թվականին Հայաստանի Հանրապետության ազատ ինքնիշխան եւ իրավական պետություն հռչակման այդ օրվանից սկսած, որով անկախության հռչակագիրը ստորագրված եւ չստորագրված եզրույթներ կիրառել, կարծում եմ անիմաստ անկախության հռչակագիրը ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից։ Այլ մեկնաբանություն չկա ստորագրված կամ չստորագրված կամ նախաստորագրված թեկուզ։ Անկախության հռչակագիրը այո ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից, հղում անելով մեջբերելով մեր Հայաստանի պատմական վաղ անցյալը։ Եթե մենք անկախության հռչակագիրը այսօր անկախության հռչակագրի որոշակի դրույթներ հանում ենք մեր սահմանադրության մեջից, ապա այս պարագայում որտեղից կարելի է ասել, որտեղից է առաջացել մեր Հայաստանի եւ համայն հայության սփյուռքը, որը այսօր աշխարհասփյուռ հայությունը սփռված է աշխարհով մեկ։ Անկախության հռչակագրում սփյուռք բառը ինչ կոնտեքստում է ներկայացված։ Եվ մի կարևոր բան, քանի որ պատասխան չկա, եթե նույնիսկ անկախության հռչակագրից այդ երկու խնդրահարույց դրույթները հանենք, անկախության հռչակագրի ամբողջ տեքստը մնացյալը տարբեր ձևակերպումներով մեր սահմանադրությունում առկա է, այսինքն օրինակ որ Կանգնեցինք ժամանակը, ունենք 10 դրոշ, շնորհակալություն, ծափահարում ենք։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Նելի Գսպոյան։ Ողջույն Նելի, մենք ունենք 2 րոպե 23 վայրկյան եւ ես լսում եմ ձեզ։ Շնորհավորում եմ ձեր ծննդյան տարեդարձը, ձեզ մաղթում եմ ամենայն բարին, բացի այսօրվա հաղթանակից։ Ուրեմն ձեր պնդումն է քաղաքական անպատասխանատվություն եւ շատ մեծ բեռ, քաղաքական անպատասխանատվությունը հայրենիք ստեղծելը, թե շատ մեծ բեռն է դա։ Ես հասկանում եմ, որ քաղաքական անպատասխանատվություն կամ շատ մեծ բեռը հայրենիք, իսկապես շատ մեծ բեռ է, բայց մենք դրան արժանի ենք ամենակիչը։ Ասում եք ձեր պնդման մեջ, ձեր պնդման ենթատեքստը նա է կանոնում, որ ոնց ասեմ, ամենավատագույն տարբերակներից մեկը մենք ընտրում ենք լավագույնը, հայրենիք ստեղծելը, բացի դրանից։ ԽՍՀՄ փլուզման ժամանակ ձեռքերը ծալած նստելը, այ դա անքաղաքական, դա
քաղաքական անպատասխանատվությունը։ Այդ ժամանակ ես կհամաձայնեի ձեր հետ։ Շարունակեմ, ԽՍՀՄ փլուզումից հետո մենք ունենք երկու տարբերակ, կամ պետք է դառնանք 1918 թվականի մեր առաջին հանրապետության իրավահաջորդը, կամ պետք է դառնանք ԽՍՀՄ-ի ՀԽՍՀ-ի իրավահաջորդը։ Մենք ընտրում ենք ի տարբերություն մեր երկու հարևան պետությունների Ադրբեջանի եւ Վրաստանի դառնում ենք ՀԽՍՀ-ի իրավահաջորդը, ինչը նշանակում է, որ մենք այդ հսկական բեռից ազատվում ենք։ Եթե մենք ընտրենք 1918 թվականի իրավահաջորդը դառնալ, մեր վրա հսկական բեռ էր դառնում նախ Արևմտյան Հայաստանի ուրեմն խնդիրը, Արարատի խնդիրը, Տրապիզոնի խնդիրը, ես էլ չեմ խոսում Ղարաբաղի մասին, բացի դրանից այդ հղման մեջ որ ասում է ուրեմն հայկական ուրեմն ՀԽՍՀ-ի եւ Ղարաբաղի ընդհանուր որոշումը վերամիավորման մասին որոշումը, որը դեկտեմբերի 1-ին որոշվում է, կայացվում ավելի շուտ 1990 թվականի հունվարի 10-ին բեկանվում է, այսինքն այն իշխանությունը, որը մենք ճանաչում էինք, այդ ժամանակ մենք ԽՍՀՄ-ի տակ էինք փաստացի, բեկանում է եւ մենք այլևս չենք շարունակում, ինչը նշանակում է, որ մենք ճանաչել ենք, փաստացի ճանաչել ենք եւ ներկայիս մեր անկախության հռչակագիրը չի ենթադրում Իրանից որևիցե մի տարածքային պահանջ։ Քանի որ 25 վայրկյան է, ես էլ մի քիչ խոսեմ։ Ինչ նկատի ունի անհամապատասխան մեծ բեռ ու դրա շարունակությունը։ Հստակ ապացուցվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ամբողջ տրամաբանությունը 90-ից 91-ից հետո ինչպես է փոխվել։ Անհամապատասխան բեռը հենց դա է, երբ որ դու մայր օրենքում գրում ես մեկ բան, քո իրական քաղաքական ռեսուրսները բավարարում են այլ բան, այսքան։ Ղարաբաղյան հարցը փակ չէր։ Ավարտվեց մեր ժամանակը առաջին պնդման համար։ Այս ծափարությունները բավարար չէր, որպեսզի մենք հացնենք հաջորդ պնդմանը, այնպես որ խնդրում եմ ավելի։ Շարունակենք, երկրորդ պնդում, իդեպ այս պնդման արդեն որոշակի հղումներ արել եմ, հատկապես վերջի մասնակցին, սա կհետաքրքրի, ինչ նկատի ունեի, ինչ է նշանակում քաղաքական մեծ բեռ, անհամապատասխան բեռ, ինչպես խզվեց այդ իրավական տարբեր ակտերի միջև համապատասխանությունը։ Երկրորդ պնդում, անկախության հռչակագրի ընդունման պայմանները կասկածի տակ են դնում դրա լեգիտիմությունը։ Քանի որ այն ընդունվել է դեռևս համազգային հանրաքվեով չանկախացած պետությունում եւ դրա ընդունմանը ներգրաված են եղել խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս գտնվող Լեռնային Ղարաբաղից ընտրված Գերագույն խորհրդի падգամավորներ։ Հետևաբար այս պատմական փաստաթուղթը չի կարող դրվել անկախ ինքնիշխան ժողովրդավարական միջազգայինորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության մայր օրենքի նախաբանում։ Միևնույն ժամանակ եւ ամենակարևորը, անկախության հռչակագրի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում ընդունվել են իրավական ակտեր, որոնց մասին իհարկե կխոսենք, որոնք կասկածի տակ են դնում անկախության հռչակագրի որպես քաղաքական իրավական փաստաթղթի կենսունակությունը։ Համեցեք։ Լևոն Սիրադեղյան, ծափերով ողջունում ենք։ Կրկին ամբողջ ժամանակը ձեզ եմ տրամադրում Լևոն, բայց կխնդրեմ հուզական զեղումներից բացի բովանդակային հստակ փաստարկներ եւ հակափաստարկներ։ Ողջունում եմ ձեզ, կփորձեմ ձեր պնդման սահմաններում բանավիճել։ Ինչպեսի պետություններ ՀԽՍՀ-ն եւ ԽՍՀՄ-ն Դուք ասեք, ես չգիտեմ իրեն։ Նյութենական։ Գուցե։ Հայաստանի Գերագույն խորհրդում որ քաղաքական ուժներ սահմանադրական մեծամասնություն կազմում։ Չգիտեմ, դուք ասեք։ Հայոց համազգային շարժում։ Որտեղից են հայոց համազգային շարժման հիմնադիր հայրերը։ Որտեղից։ Հայաստանի Հանրապետությունից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Ես չեմ կարծում, որ Տաջիկստանի խորհրդային հանրապետությունից պետքա այն մարդիկ գան, ովքեր որ պետքա Արցախի հիմնահարցը բարձրացնեին։ Լեռնային Ղարաբաղը խորհրդային միության ժամանակաշրջանը որ խորհրդային պետության տարածքում էր։ Ինչպես։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որտեղից падգամավորներ կային Գերագույն խորհրդում, խորհրդային միության ժամանակաշրջանում, մեծ մասում 99%-ում, որ պետության։ Լեղիմից։ Որտեղ։ Լեղիմից։ Որ պետության, խորհրդային որ պետության կազմում են։ ԱԽՍԽ-ից։ Ինչից։ ԱԽՍՀ։ Okay, շարունակ։ Այնքան Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն, եկեք բացենք, որ մարդիկ լսեն։ Այնքան valid
որովհետև այդ ժամանակ համանդրական մեծամասնություն են կազմել հայազգի падգամավորներ, ովքեր հետո առաջնորդել են Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան պայքարը, ու ի վերջո հանգեցրել են ոչ միայն Լեռնային Ղարաբաղում հանրապետության ձևավորումը, այլև Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այդքանով է վալիդ, որ այդ падգամավորների կայացրած որոշումը որոշի Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի նրանց հայազգի լինելու հանգամանքով պայմանավորված մենք պնդում ենք եւ որը ուրիշ այլ ինչով ենք հիմնավորում, որ դա վալիդ է, ոչ թե վալիդ է, այլ լեգիտիմ, էս էլ ֆիքսենք։ Որովհետեւ իրանք այդ պայքարը շարունակել են ու ի վերջո հասել են հաջողության։ Որ հաջողության, անկախության, չէ՞։ Միանշանակ։ Որտեղ է այդ անկախությունը հռչակվել, որ Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում։ Արցախի Հանրապետությունում։ Արցախի Հանրապետությունում ճանաչելու հանգամանքը հակասում է անկախության հռչակագրի սկզբունքներին։ Տեսեք, ասում եմ անկախությունը Հայաստանը որ սահմաններում է ճանաչել, ասում եք Հայաստանի Հանրապետության, չէ՞։ Այսինքն ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմաններում, որը հիմնական հիմք էր ընդունել Խորհրդային Միության ժամանակ ՀԽՍՀ-ի վարչական սահմանները, ճիշտ է։ Հիմա ես ասում եմ Հայաստանի Հանրապետությունը, երբ որ անկախության հռչակագրում հիմք է դրել 1989 թվականի վերամիավորման մասին այդ ակտը, սակայն հետո առանձին իր անկախությունն է հռչակել, թողել է Լեռնային Ղարաբաղն է ընդունել է իր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին ակտը, հետո եղել է հանրաքվե եւ ժողովրդը կողմ է քվեարկել Լեռնային իրավունքի հիմքի վրա։ Հակասում է դա անկախության հռչակագրին, թե ոչ։ Ոչ, չի հակասում, ոչ թե ինքնորոշման իրավունքի պայքարը Լեռնային Ղարաբաղի շարժումը։ Ակտը վերամիավորման մասին էր հայկական ԽՍՀ-ի, Լեռնային Ղարաբաղի եւ Շահումյանի շրջանի։ Դա հակասում է եւս մեկ անգամ հարցնում եմ։ Կբարձրաբանեք մոտ ավելի կոնկրետ հասկանում։ Տեսեք, երբ որ 1989 թվականի դեկտեմբերին այդ համապատասխան որոշումը կար հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի եւ Շահումյանի շրջանի վերամիավորման մասով, ըստ էության դա ինչ էր նշանակում, ստեղծել նոր պետական կազմավորում, որը ընդգրկելու էր այդ ամբողջ տարածքը։ Դու 1990 թվականին դա ես ընդունում, հետո տեղի են ունենում երկու տարբեր տարածքներում անկախության հանրաքվեներ։ Հայաստանը առնվազն դե յուրե չի ճանաչել Լեռնային Ղարաբաղում անցկացված համազգային հանրաքվեն, այսինքն չի ճանաչել այդպիսի պետություն կա, այսինքն գործել են երկու առանձին պետություններ, մեկը ճանաչված, մեկը ընդհանրապես չճանաչված, եւ այդպիսով կասկածի տակ է դրվել անկախության հռչակագրում որպես հիմք վերցրած այդ իրավական ակտը։ Բա դրա համար բանակցային գործընթաց եղել պատերազմից հետո։ Բանակցային գործընթացը նրա մասին էր, որ վերամիավորվեն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, որ կոնֆլիկտը լուծվի ինչ-որ նայած որ առաջնորդը ոնց է տալ։ Ժամանակը կանգնեց, ունենք 10 օր։ Եկեք շնորհակալություն հայտնենք Լևոնին։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Նելի Գսպոյան։ Ողջույն Նելի, ես կրկին ողջունամ։ Ճիշտ ես 25 վայրկյան ունեի, բայց ելի ժամանակը ձեզ եմ տրամադրում եւ ուզում եմ հասկանալ ձեզ համար հասկանալի են այն իրավական ակտերը, որոնք հակասության մեջ են։ Այո, իհարկե հասկանալի են։ Ուրեմն, սկսեմ պնդումից, ուրեմն պայմանները հարցականի տակ են դնում դրա իսկական լինելը, այսպես ասած։ Ուրեմն նախորդ պնդման ժամանակ ես արդեն նշեցի, որ այն որոշումը, որ մենք կատարել ենք 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, բեկանվում է այն իշխանության կողմից, որը մենք ընդունում էինք։ Անկախության հռչակագիրը գրելու ժամանակ կետերից բեկանվում է տվյալ որոշումը 1989 թվականին։ Ինչ որոշում է բեկանվում։ Դեկտեմբերի կատարած որոշումը, որ հայկական ԽՍՀ-ն եւ Ղարաբաղը կողմից է բեկանվում։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից բեկանվում է կանոնաբար 1990 թվականի հունվարի 10-ին։ Հայաստանի Սահմանադրությունը ուղղակի դա սահմանադրական դատան առ ոչինչ կամարը, որովհետեւ չգործող իրավական ակտին հղում անել սահմանադրության մեջ անհնար։ Դա փաստ է։ Ես դա անհերքելի փաստ է, ես դա չեմ կարող հերքել կամ ասել, որ դա այդպես չէ։ Շարունակեք ձեր պնդումները։ 1990 թվականի հունվարի 10-ին տվյալ որոշումը բեկանվում է, այսինքն չի ընդունվում, որպեսզի սկսենք արդեն իրավաբանորեն Ղարաբաղը միացնել Հայաստանին։ Սակայն քանի որ գնում էին այդ, չգիտեմ, ժողովները, խորհուրդները եւ այլն, որոշում եք ասում, որ ամեն դեպքում գնում ենք դեպի հանրապետություն։ Ձեր պնդման մեջ, որ ասում եք պայմանները հարցականի տակ էին դնում, քանի որ նաեւ падգամավորների մեջ չէին մտնում հայեր, այսինքն Ղարաբաղից էին 10 հոգի նաեւ Ղարաբաղից էր։ Խնդրում եմ հղում անելիս հստակ հղում անել։ Հայեր եզրույթ չի կիրառվել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող մարդիկ, ովքեր ունեցել են ըստ էության
այլ խորհրդային սոցիալիստական հանրապետության քաղաքացիությունն է։ Հայեր եզրույթը էթնիկ բանով են կիրառածակում։ Դա տարօրինակ չէ, որովհետև մենք գտնվում ենք հսկայական ես կասեի դաժե գերտերության մեջ, տարօրինակ բան չէ, որ մեր падգամավորների մեջ նաև այլ քաղաքացիություն ունեցող падգամավորներ էին մտնում։ Դա տարօրինակ չէ, որովհետև մենք գտնվում ենք տվյալ կարգավիճակում 70 տարի։ Իհարկե ամբողջ падգամավորական այդ սրահը չէր լցված լինելու հայերով։ Շատ ուրախ կլինեի, որ իհարկե այդպես լիներ, սակայն այդպես չէ։ Հայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետության քաղաքացիությունն ու ընդհանուր խորհրդային ավելի լավ, շատ ուրախ կլինի բոլորը քաղաքացիություն ունեցող падգամավորները հավաքված լինեին, սակայն մենք այդ կարգավիճակում այդ պահին չէինք գտնվում։ Ինչ անշակում, եթե հանում ենք այդ մարդկանց, քանի հոգի 3 հոգի է մնալու, իսկ ովքեր պետք է այդ որոշումը կայացնեն, ի սկզբանե ով պետք էր այդ երրորդ այս ներկայիս հիմա որ մենք ունենք երրորդ հանրապետությունը, ով պետք է ստեղծեր։ Գորբաչովը, որ սեփական պետությունը չկարողացավ պահել, ով պետք է պահեր ստեղծեր մեր երրորդ հանրապետությունը։ Կրկին մենք հնարավորություն ունենք 1918 թվականի մեր առաջին հանրապետության իրավահաջորդը լինենք։ Ընտրում ենք, այսպես ասած, վատագույն տարբերակներից լավագույնը։ Ես չգիտեմ այդ ինչ հեքիաթի մեջ մենք պետք է գտնվենք, որ ամբողջ սրահը լցվածներ Հայաստանի քաղաքացիություն ունեցողներով այդ որոշումը նույնպես նրանք կրկնեին, իրականացնեին։ Չգիտեմ, եթե ինչ-որ բան ունեք ավելացնելու։ Հետաքրքիր է լսելը, որ բայց չհասկացա։ Ունենք 10 դրոշ, Իմ կողմից 10 դրոշ ունենք, ժամանակը կանգնել է։ Շնորհակալություն Էլին։ Համեցեք։ Սայաթ ծափարություններով Շնորհակալություն, երևի ինչ-որ ներեցական խոսքով հանդես գամ։ Շատ խոսեցինք այդ պատմական ժամանակների դեռև ՀԽՍՀ եւ այլ, բայց ես մի քիչ ավելի շատ կանադառնայի իրավակիրառ եւ դոկտրինալ տեսանկյունից։ Տեսեք, դուք նախորդում հարց տվեցիք, արդյոք ձեզ մոտ խզումներ առաջացնում են, եթե չեմ սխալվում, ասեց ոչ, բայց իմ մոտ բավականին շատ առաջացնում են։ Ինչու՞։ Որովհետեւ նախ եւ առաջ կցանկանայի մեջ բերեի մի քանի սահմանադրական դատարանի որոշումներ, հատկապես վերջի որոշումը 2024 թվականին էր, որը ընդունվել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որը վերաբերվում էր սահմանազատման, սահմանագծման գործընթացին։ Տեսեք, նախ եւ առաջ ասեմ, ինչ ռետորաբանությամբ ընդունում Սահմանադրական դատարանը տվյալ որոշում են, որում հիշեցնեմ, որ այս որոշումը ընդունվել է 20 թվականի ՍԴ դատավորների լիովին փոփոխվելուց հետո։ Սահմանադրական դատարանը ինչ է ասում։ Նախ եւ առաջ ռետորաբանություն ասում է, հռչակագիրը նման է զավակին խժռող ծնողի։ Ես փորձեցի ուսումնասիրել ընդհանրապես Սահմանադրական դատարանը տվյալ բառերով, տվյալ ռետորաբանությամբ դատական ակտեր կամ ընդհանրապես կարող է։ Սահմանադրական դատարան կարող է եթե պոետիկ լինել։ Ես ուսումնասիրեցի առնետավազք ինչ-որ հանդիպեցի, ենել ինչ-որ մամուլից մեջ բերած հայտարարություններ։ Եվ առ այսօր Սահմանադրական դատարանի նախկին դատավորներ, որ հայտարարում են, ասում են նենգափոխում են իրավիճակը։ Ոչ մի իրավիճակ չի նենգափոխվում, օրինակ խոսում են նրա մասին, որ 30 տարի մենք երկրում ունեցել ենք մեկ հարցեր, քանի որ ես էլ եմ ուզում խոսել, գիտեք ինչ կոնտեքստում է Սահմանադրական դատարանը անդրադարձել այդ փաստին։ Գիտեք։ Դե մոտավորապես հա, որ հեղում ենք անում հռչակագրին։ Օրինակ, ձեզ չի հետաքրքրում, ինչ սահմանազատման կանոնակարգը տալիս ենք Սահմանադրական դատարան, ինքը սկսում է մեկնաբանել անկախության հռչակագրի, չգիտեմ, իրավազորության բնույթը, շրջանակներից դուրս գալը, ինչու է այդ ամենը տեղի ունենում։ Գիտեք, որպես այդպեսի նախ եւ առաջ այս բազմաթիվ իրավաբաններ հետ շփվելուց ասում են ընդհանրապես այդտեղ հռչակագիրը որևէ կապ չուներ եւ Սահմանադրական դատարանը դրան չպետք է անդրադառնար։ Ես դրա վերաբերյալ ասեմ, Սահմանադրական դատարանը ասում է երկրի մեջ սահմանադրական երկիշխանության մասին, որ 30 տարի մենք մի իրավիճակում ենք ապրել, որ տեսեք, ես ուզում եմ մեջբերել Սահմանադրական դատարանին, թեև ես Հայաստանի Սահմանադրական դատարանը ինչպես շարունակել եմ, այնպես շարունակում եմ համարել քաղաքական մարմին, ու այս որոշումը դրա մասին է, երբ որ սահմանազատման կանոնակարգը մեկնաբանելու հանգամանքը օգտագործում է սահմանադրությունը ընդհանրապես մեկնաբանելու մասով, ըստ էության ինչ է ասում Սահմանադրական դատարանը, ասում է անկախության հռչակագիրը չպետք է սահմանադրություն ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի։ Ինչ նկատի ունեն։ Այսինքն սահմանադրության նախաբանում, եթե գրած է օրինակ, հա, այդ մի բարբերությունը ես կարդացի, իրենք ասում են այդ շրջանակից դուրս չպետք է գան, ու քանի որ դուք դրան հողում եք անում, ես ուզում եմ դրան հակադարձեմ։
Սահմանության նախաբանում ոչ թե կոնկրետ ինչ-որ հատված է վերցված անկախության հռչակագրից եւ հղում է արվում դրան, այլ հստակ նշում է հայ ժողովուրդը հիմք ընդունելով հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներ եւ համազգային նպատակներ, այսինքն Հայաստանի Հանրապետության Սահմանության նախաբանում մենք ընդունել ենք անկախության հռչակագրում տեղ գտած բոլոր պետականության հիմնարար սկզբունքներ եւ համազգային նպատակները, սկսած արևմտյան Հայաստան եզրույթ օգտագործելուց արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ժամանակը կանգնեց, ունենք 10 դրոշ։ Շնորհակալություն հայտնենք Զարաթին։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Միլենա Այդինյան։ Շնորհակալություն։ Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ 90 թվականին, երբ որ մենք արդեն ընդունեցինք հռչակագիրը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հանրաքվե է տեղի ունեցել, որտեղ որ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հռչակումը։ Այնուհետև նույն թվականի դեկտեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղը հռչակվում է անկախ ու միավորվում է Հայաստանին։ Այդտեղից արդեն ուզում եմ ասել, որ կարող ենք հետևություն անել տարբեր փաստերի ու գնանք արդեն այն կետին, որ 2021 թվականին մեր սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ սահմանադրության մեջ նախաբանի մի քանի կետեր անփոխելի են։ Այսինքն, եթե մենք ուզում ենք մեր հռչակագրի հղումը սահմանադրության մեջ փոխել, փաստացիորեն մենք այսպես ասած չենք ենթարկվում գերագույն օրենքին, իրավունքին ու այսպես ասած խախտում ենք անում։ Ճիշտ է։ Բացի դրանից, խնդրում եմ մի ընդհատեք ինձ, շնորհակալություն։ Դե գոնե պատասխանեմ էլի։ Լավ։ Բացի դրանից, մենք 20 թվականի պատերազմից հետո խնդիրներ առաջացան, քանի որ ինչ-ինչ պատճառներով արդեն բարձր է ինչ պետք է ասեմ, Ինչ պատճառներով, ասեք։ Պատերազմից հետո նոյեմբերի 20 թվականի նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրով Լեռնային Ղարաբաղի տարածքը անցնում է Ադրբեջանին, բայց 2024 թվականին Ադրբեջանը Մի քիչ ճիշտ մեջ բերեք ամեն ինչ, որպեսզի ես ժամանակի մեջ տեղավորեմ ձեզ հակափաստարկներ ներկայացնելու համար։ Բայց դուք ինձ ընդհատում եք, է։ Լսում եմ հակառակը։ Ուրեմն, բայց եւ այնպես 2024 թվականին Ադրբեջանը մեզ ասում է, որպեսզի մենք մեր սահմանադրության մեջ փոփոխություններ անենք։ Հիմա մի հատ հարց եմ ուզում տալ։ Մենք հաջողանում ենք Ադրբեջանին։ Կարող ենք չհաջողանալ։ Կարող ենք ոչ թե կարող ենք, այլ մենք չպետք է հաջողանանք, որովհետեւ սահմանադրության մեջ հակափաստարկներ ներկայացրեք, որպեսզի մարդիկ գնան սահմանադրական հանրաքվե տեղի ունենալ։ Չէ, տարբերություն մեր բոլոր սահմանադրական հանրաքվեների 95 թվական եւ հետո մինչեւ 2015 թվական մենք տեսել ենք այդ օրինակ մենք ունեցել ենք հանրաքվե, որին ասում են ուրվական հանրաքվե, այսինքն մարդիկ չկային, բայց 2 միլիոն օրինակ մոտալու մասնակցել էր։ Հիմա ռեալ հնարավորություն է ստեղծել, դուք ներկայացնեք ձեր հակափաստարկները, մարդիկ գնան դեմ քվեարկեն դրան։ Եկեք մի հատ նույնիսկ գնանք սկզբին, էլի։ Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեն տեղի է ունեցել անկախության հռչակագրի հիման վրա ու 2021 թվականի սահմանադրական դատարանի որոշմամբ մենք իրավունք չունենք այդ կետերը փոփոխելու։ Բայց եթե մենք ասում անկախության հռչակագրի կետերը փոխենք, մենք ասում ենք սահմանադրության նախաբանից անկախության հռչակագրի հղումը հանենք։ չեն կարող անել, որովհետև դրանք անփոփոխ են։ Չի կարելի։ Անփոփոխ է անկախության հռչակագրի կետերը։ Ես ասում եմ հղումը պետք է հանես սահմանադրության նախաբանից։ Եթե հռչակագիրը չկա, ուրեմն հռչակագիրը կա, եւս մեկ անգամ բոլոր մասնակիցները ասում անկախության հռչակագիրը շատ կարևոր պատմական փաստաթուղթ է, սրբության սրբոց։ Խոսքը սահմանադրության նախաբանից դրա հղումը հանելն է։ Կարևոր։ Ես նույնպես ասում եմ խնդիրը հղումն է։ Ես ասում եմ անկախության հռչակագիրը իր բոլոր պատմական իղձերով շատ լավ փաստաթուղթ է։ Լույսի Փարոսը եւ այլն մայր օրենքում դրա հղում կատարելու մասին է խոսքը։ Լավ, բայց այս փոփոխությունը թելադրված է Բաքվի կողմից։ Մենք պետք է հաջողանանք Ադրբեջանին։ Դե տեսեք, կրկին երկու հարթություն կա։ Մեկը արտաքինն է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթաց, մեկը քաղաքական մեծամասնության կողմից սկսված համանդրական փոփոխությունների օրակարգն է։ Սա այն քաղաքական տրիգերներն են, խթաններն են, որ մենք այսօր քննարկում ենք։ Եթե դա չլիներ, գուցե մենք այսօր ոչ թե այստեղ լինենք, այլ ուրիշ տեղ, ուրիշ բան կքննարկենք։ Երկրորդ պնդման մեր ժամանակն ավարտվեց։ Շնորհակալություն։ Էլի քիչ էին ծափարությունները երրորդ պնդման անցնելը։
Քանի որ շատ է խոսվում արտաքին ճնշումների մասին, ես լավ նորություն ունեմ։ Երրորդ կետի մասով հենց դա ենք քննարկելու։ Պնդումը կարճ հետևյալն է. հռչակագրի հղման պահպանումը մայր օրենքում կարող է խոչընդոտել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, նպաստել Հայաստանի Հանրապետության շարունակական մեկուսացմանը եւ նոր հակամարտությունների առաջացմանը։ Այս մասով կա կոնկրետ հղում արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրին եւ այսպես խաղաղության համաձայնագրի հոդված 2, որը նախաստորագրվել է, կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ հետագայում նման պահանջներ չեն առաջադրի։ Սա մի հղում է զուտ, որպեսզի ֆիքսենք, թե ինչ կապ ունի խաղաղության գործընթացը այս հղման հետ, բայց ընդհանուր առմամբ եթե վերացարկվենք սրանից, պնդումը այդ կարճ ձևակերպումն է, խնդրեմ, համեցեք։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Սողոմոն Թանանյան։ Իրականում այս ամեն ինչը այդքան էլ շատ խաղաղության հետ կապված չէ, ճիշտ է, հղումը խաղաղությանն է վերաբերվում, որ խնդիրը խաղաղությանն է, ինչպես ես առաջին ելույթում ներկայացրեցի, հռչակագիրը ունի որոշակի դրույթներ, որոնք տարածքային պահանջներ են ներկայացնում։ Որոնք են որ տարածքային պահանջներ են ներկայացնում։ Արցախի հետ կապված դրույթը։ Ինչ է գրված։ Այս բան կոնկրետ չեմ հիշում, բայց շատ լավ, անցանք առաջ։ Եվ ինչպես նշեցի, վերանայելու պարագայում այդ ամեն ինչը կարա հղկվի եւ անկախության հռչակագիրը միևնույն ամենայն դեպքում մնա, բայց քանի որ ցանկություն կա որ ուղղակիորեն հռչակագիրը հեռացնել, դա կարծես թե հակառակորդի կողմից պահանջ է, որը քիչ-քիչ մոտեցնում է նրան, որ եթե մի բանին համաձայնվենք, մեկ այլ ու մի քանի այլ բաներ էլ քիչ-քիչ վերցնի, այսինքն ագրեսորին եթե չես դիմադրում, նա նրա ախորժակը ավելի Եթե վերացարկվենք, հա որ հակառակորդի պահանջը, ես էլ համաձայն եմ ձեզ հետ, եթե վերացարկվենք, ասենք հակառակորդի պահանջը մի կողմ, գուցե հակառակորդի պահանջը օրինակ բխում է մեր շահից, այսինքն եթե հակառակորդը պահանջում է եւ մեր շահից բխում է, մենք պետք է ասենք, եթե հակառակորդն է պահանջում, այդ լավ բանը մի կողմ դնենք։ Դրա համար եկեք դա մի կողմ դնենք, դուք նշեք կոնկրետ հակափաստարկ, այս հղման պահպանումը, հռչակագրի հղման պահպանումը մայր օրենքում, ինչպես կարող է չխոչընդոտել խաղաղության գործընթացին։ Երբ որ հատկապես դուք նշում եք, որ այլ երկրից այդ պահանջները կան, ընդհանուր միջավայրը այդպիսին է եւ այլն եւ այլն։ Երբ որ այդ դրույթները վերանայվեն, այդ պարագայում ոչ մի խոչընդոտ չի։ Որ դրույթները։ Այդ Բայց նշեցինք, չէ՞ որ անկախության հռչակագրում դրույթները անփոփոխելի են։ Ձեր նախորդ ընկերը հակառակն էր իհարկե ասում, բայց մենք այստեղ քննարկում ենք Սահմանադրության նախաբանից զուտ հղում հանելը։ Անկախության հռչակագիրը պետք է սրբության սրբոցի պես պահել, որպես պատմական փաստաթուղթ, եթե չեմ սխալվում, Հայաստանի Հանրապետության նվիրված թանգարանում պահպանվում է նրա բնօրինակը, եւ որը մեկը չի ասում այդտեղից պետք է հեռացվի կամ անկախության հռչակագիրը պետք է ինչ-որ ձև հիշողությունից ջնջվի։ Խնդիրը Սահմանադրության նախաբանում դրա հիշատակումն է, որտեղ հիմք են ընդունում բոլոր սկզբունքները, այդ թվում Արևմտյան Հայաստանում ցեղասպանության իրականացման համար միջազգային ճանաչման օրակարգ սկսել, այդ թվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասով, այսինքն դու գնում ես, ասում ես, դուք հանդիպել եք հա քաղաքական ուժերին, Հայաստանում գրեթե եթե քաղաքական ուժ չկա, որ ասի խաղաղության պայմանագիրը չենք ստորագրելու եւ այլն, ասում են դե սա փաստ է արդեն տեղի ունեցել։ Եթե սա փաստ է արդեն տեղի ունեցել, կարծում եմ պետք է արտաքին հաղորդակցությունը դրան համապատասխան լինի, չէ՞։ Ճիշտ է, փաստը Ժամանակը կանգնեց, ունենք 10 դրոշ։ Շնորհակալություն Սողոմոնին։ Հարգելի մասնակիցներ, կարող եք սեղմել։ Դավիթ Ստեփանյան։ Ողջույն Դավիթ, շատ ուրախ եմ եւ լսում եմ քեզ։
Ես նախ սկսեմ ուրեմն նախաբանից իմ խոսքով, ես կուզեմ քանի որ թեման շատ արդիական է եւ շատ կարեւոր է հիմք համարել սրա համար նաեւ սահմանադրական դատարանի որոշումը։ Մի բան վերադառնանք այս որոշմանը եւ կուզեմ ասել, որ թե դուք դա կհամարեք քաղաքական կառույց, թե օրինակ ֆուտբոլի թիմ, դա բացառապես ձեր խնդիրն է, կա օրենք որով ասում են, որ դա բարձրագույն ատյանն է մեր հանրապետության եւ դրա որոշումները այսինքն պետք է ունեն իրենց ուժը իրավական, այսպեսով այս որոշման մեջ ես կուզեմ ասել, որ ինչու է ես եզրակացությունը տալով սահմանադրական դատարանն ասում որ տարածքային պահանջներ չունի անկախության հռչակագիրը, որովհետև ասում է որ ուրեմն հռչակագրի դրույթները սահմանադրության մեջ ունեն իրավական ուժ այնքանով, որքանով որ արտացոլված են հենց սահմանադրության մեջ, այսինքն որքանով հետո ճյուղավորվել են։ Դա չի նշանակում որ անկախության հռչակագրում տարածքային պահանջներ չկան։ Ուղղակի ասում է որ անկախության հռչակագիրը վերաբերական է, այսպես ասենք, հա, սահմանադրությանը այնքանով, ինչքանով որ հիշատակված է։ Ինչպես է հիշատակված։ Ինչպես է հիշատակված, խնդրում նշել։ Շատ լավ, ոնց է հիշատակված, խնդրում նշել։ Օրինակներով խոսենք օրինակներով խոսենք, գրված է հիմք ընդունելով, գրված է հիմք ընդունելով անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրենքում նշվում է, որ անկախության հռչակագրի բոլոր հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները մենք հիմք ենք վերցնում։ Օրինակ, հա, նշեցինք հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին ակտը, սատար են կանգնում Արևմտյան Հայաստանում, օրինակ ցեղասպանության տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչման գործին, այսինքն փաստացի նույնիսկ Թուրքիայի տարածքային ամբողջականությունն են կասկածի տակ դնում, կիրառում ենք վարչատարածքային մի միավորի կիրառումը, երևի թե որ միայն Հայաստանում է կիրառվում։ Չէ, ով կարող է երկել, որ Արևմտյան Հայաստանում է տեղի ունեցել ցեղասպանությունը, պնդել թե Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչման համար պետք է պայքարել, որովհետեւ տարածքային պահանջ ըստիս չի ներառում։ Ես չեմ տեսել մի անգամ պնդում ցեղասպանության ճանաչման վերաբերյալ միջազգային ատյաններում, որտեղ չնշվի տեղավայրը, թե որտեղ է տեղի ունեցել։ Մենք կարող ենք նշված Արևմտյան Հայաստանում մեկ միջազգային փաստաթուղթ հիշատակեք։ Մեկ միջազգային փաստաթուղթ, օրինակ Լեմկին ինստիտուտի հայտարարությունները ցանկացած երկրների դեպքում ասում են որտեղ է տեղի ունեցել։ Մենք չենք կարող տեղավայրը, չենք կարող փոխել բերել ասել եղել Արևելյան Հայաստանը։ Ես չեմ ասում նշված չէ որտեղ է տեղի ունեցել։ Ես ասում եմ Արևմտյան Հայաստան տերմինը որտեղ է կիրառվել։ Ես ասում եմ, եթե մենք խոսում ենք ցեղասպանության մասին, ցանկացած տեսակի ուրեմն էթնիկ զտման մասին, օրինակ նշված է Արևելյան Թուրքիա, Անատոլիա, կարող է այդպես նշված։ Ես ասում եմ, որ եթե մենք խոսում ենք այս տարածաշրջանի ժամանակ, այդ ժամանակ որտեղ են բնակվել են իրենց հայրենիքի արևմտյան հատվածում, այսինքն Արևմտյան Հայաստանում։ Դա տարածքային պահանջի մասին չի խոսում, դա խոսում է հայրենիք է, մեր տեսանկյունից հայրենիք է։ Այս պահի միջազգայինորեն ճանաչված Թուրքիայի կողմից իր հայրենիքն է, որտեղ միջազգայինորեն ճանաչված չկա Արևմտյան Հայաստան, դրան չեմ մերժի։ Այդ եմ ասում, մենք 1990 թվականին ընդունված անկախության հռչակագրի թղումը, որ չի համապատասխանում այսօրվա պետությունների միջև սահմանների բաժանում առանձնահայաստան Թուրքիան բանն է արձանագրում, այսօր չի տեղի ունեցել, ոչ էլ եկա տեղի ունեցել, բայց դու ֆիքսում ես որտեղ է տեղի ունեցել եւ ոչ թե նշվում։ Ժամանակը կանգնեց, ունենք 10 դրոշ։ Համեցեք Կիրիլ Խաչատրյան։ Կիրիլ իմ երրորդ պնդումը հիշում եք։ Միանշանակ։ Նախ եւ առաջ կցանկանայի շնորհավորել մեր յուրին ծննդյան կապակցությամբ եւ կցանկանայի հնչել բան չունեք, բացի հաղթանակից։ Հաջողություն, կյանքում թող ամեն ինչ լավ լինի։ Եվ կցանկանայի հնչեցնել երկու հարց, որով կարծում եմ կավարտենք մեր բանավեճը։ Նախ եւ առաջ մի օր կան։ Ավարտեցինք։ Լավ, մի վարքան։ Նախ եւ առաջ մեր սահմանադրության մեջ որտեղ է խոսվում Արցախի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Խոսվում է արդյոք։ Եվս մեկ անգամ կրկնենք։ Հարց եմ տալիս, պատասխանը խնդրում եմ։ Խոսվում է մեր սահմանադրության մեջ դրա մասին։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանում հիշատակվում է հղում անկախության հռչակագրին։ Շատ բարի, նախաբանի մեջ, սահմանադրության մեջ կոնկրետ։ Կարող եք դուք խոսել, ես ուղղակի լսեմ, եթե հարց եք տվել, միջևեր լսեք։ Ես ասում եմ, թե որտեղ է հիշատակված։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանում նշվում է, որ հիմք ենք ընդունում անկախության հռչակագրի
հաստատագրված հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները։ Եթե մենք համալրության մեջ գրում ենք, որ մենք դա հիմք ենք ընդունում, որոնք են այդ հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, այդ թվում անկախության հռչակագրի մեջ հիշատակված իրավական ակտը, հա, որը դրա մասին խոսեցինք, ինչպես նաեւ ցեղասպանության մասով նշեցինք, հա, որ Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործ ենք սա։ Այսինքն ես դες տվեցի պատասխան։ Բանավեճը ավարտվեց։ 2024 թվականի սեպտեմբերի բանավեճը չի ավարտվել, ես երկու հարցի մասին եմ խոսում, մեկ վարքյան։ Հիմա ես պատասխանեմ առաջի հարցին, քանի որ պատասխանը չհնչեց այնպեսին, որը պետք է հնչեր։ 2000 պատասխանը հնչեց, բայց ոչ բավարար պատասխան։ Բայց բանավեճը չավարտվեց։ 2000, որտեղ մենք ունենք երկու հարց։ Նախ առաջինի պատասխանը հնչեցնեմ, եթե դեմ չեք Յուրի ջան։ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանի 1749 որոշումը վաստվում է, որ մեր Սահմանադրության մեջ անկախության հռչակագրի այն դրույթն է համարվում, այն դրույթը ունի ուժ, որը ուղղակիորեն իր տեղն է գտել Սահմանադրության մեջ։ Այդ իսկ պատճառով մեր անկախության հռչակագիրը, որը նաև հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի որոշումը Հայաստանի ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին, դրա մասին ոչ միտեղ չի խոսվում մեր Սահմանադրության մեջ, բացի նախաբանից, եւ երկրորդ հարցը թե դեմ չեք։ Բացի նախաբանից։ Ես էլ էի դա ասում։ Իսկ նախաբանը լավ, իսկ մեկ է 1969 թվականի Ես երկրորդ հարցին գնում։ Բանավեճը դեռ շարունակվում է։ Այո, շարունակվում է։ 1969 թվականի Վիեննայի կոնվենցիա, հոդված 27, ասում է այն, որ մենք կարող ենք Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, հաշվի չառնելով ներքին ցանկացած որևէ գրություն։ Իսկ անկախության հռչակագիրը, ինչքան էլ համարվում է օրենքների մայրը, ամենահիմքը, որը հաստատում է, որ 10 կետով մամուլի ազատությունը, 5-րդ կետով ազգային բանակը Մենք 10 դրոշ ժամանակը կանգնեց։ Բանավեճը չավարտվեց։ Ճիշտ է։ Բանավեճը դեռ չի ավարտվել, այո։ Համեցեք։ Նարեկ Եսոյան։ Նարեկ, Կիրիլին ասում է երրորդ պնդումը հիշում ես, ասեց երկու հարստան բանավեճը ավարտվի։ Ոչ այն տեղի ունեցավ, ոչ այն տեղի։ Ոչ հիշում էր ինչ պնդման մասին ենք խոսում, ոչ էլ բանավեճը ավարտվեց։ Երրորդ պնդումը հիշում ենք։ Նախ ողջույն Յուրի ջան։ Իրականում ես չեմ ուզում ասել հիշում եմ կամ չեմ հիշում, ես ուզում եմ որպեսզի եթե չեք հիշում, շարունակեք բանավեճը, էլի։ Հիշում եմ, եթե հանկարծ ընթացքում մոռանամ, դուք ինձ թվում է կհիշեցնեք։ Յուրի ջան, տեսեք, ձեր ենթատեքստից պարզ է դառնում խոսքի, որ հռչակագրի մեզ համար քաղաքական բեռ է, եւ ստացվում է, որ մենք պետք է եւ ոչ միայն քաղաքական բեռ, այլ նաեւ մեր հակառակորդ պետության հետ կապված անվտանգային հարցեր առաջացնում։ Իմ մասին ապատեղեկատվություն եք տարածում։ Ես ասում եմ անկախության հռչակագիրը բեռ չէ, սրբության սրբոց է։ Ես ասում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում այդ խնդիրներ կարող առաջացնել մեր հակառակորդ Դեբա ջան, եկեք նստենք տնից դուրս չգանք, սպասենք թե ինչպես է մեր հակառակորդ թշնամին անընդհատ փորձելու մեզ ինչ որ ապատեղեկատվություններ տարածելով եւ ոչ միայն մանիպուլացնելով հասնել հաջողության, այսինքն մենք պետք է ոչ մի ռիսկի չգնանք, ինչ է թե խախտվելու Հայաստան-Ադրբեջան խաղաղասիրական, մարդասիրական հարաբերությունները։ Ես ուզում եմ, խնդրում եմ հիշեցնել, որ ձեր ասած, որ հռչակագիրը մեր համար սրբոց է կամ չգիտեմ ընդհանրապես շատ կարևոր գագաթնակետ, դա մեր գաղափարական հենասյուն է, որի վրա որ հիմնված է, կներեք, այո, որի վրա հիմնված է մեր սահմանադրությունը եւ ընդհանրապես հռչակագիրը պատասխանում թե մենք ինչ ենք ուզում հարցին, իսկ սահմանադրությունը թե ինչպես ենք այդ ամեն ինչը իրականացնելու։ Հետեւաբար ընկերներ, եթե մենք չունենք այն հարցը, սահմանադրությունում կա դրույթ թե ինչպես է իրագործելու անկախության հռչակագրի իմ նշած երկու կետերը։ Կներեք, ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, որովհետեւ Ես տիրապետում եմ, ասում չկա։ Ես չեմ կարող լիարժեք վստահել, կներեք, որովհետև ես ինքս չեմ ուսումնասիրել կոնկրետ այդ մասին, բայց կարող եմ ասել, որ եթե մենք փորձում ենք պատմությունը նորեջից սկսել, այն պետությունները, որոնք որ անընդհատ սկսում են զրոյից սկսել, որևէ վերջնարդյունքի չեն հասնում, եւ կներեք, նորեջից սկսել չի նշանակում, որ պետք է գրել գրքի փոխարեն, պետք է գրել գրքի մեջ, բայց ոչ գրքի փոխարեն։ Հետեւաբար, եթե մենք հղում չանենք մեր հռչակագրի նախաբանին, այդ դեպքում
մենք ինչպես կարող ենք շարունակել եւ ապացուցել մենք մեր ինքնորոշումը եւ վերջապես էլ բա որտեղ պիտի կանգնենք ասենք որ մենք հայ ենք եւ ամենակարևորը ընկերներ Չէ, ես էլ խոսեմ էլի մի քիչ։ Խոսեք։ Ես չեմ ասում անկախության հռչակագրի ինքնորոշման, այստեղ այդ առումով խնդիր չկա։ Հայաստանի Սահմանադրությունում անփոփոխելի կետերից մեկում գրված է Հայաստանը ժողովրդավարական, ինքնիշխան, իրավական, սոցիալական պետություն է եւ անկախության հռչակագիրը չէ կամ դրա հղումը չէ, որ Սահմանադրությամբ պետք է գրվի կամ որ մենք դա պետք է պահենք։ Իմ ասածը լի ուրիշ բան ասեմ։ Եվ բայց երրորդ պնդմանը չեն անդրադառնում, ժողովուրդ կարողա չեն կարողանում անդրադառնալ։ Խնդրեմ մյուս մասնակիցներն էլ անդրադառնան։ Ես հստակ խաղում էլ տվեցի խաղաղության համաձայնագրին։ Ժամանակը կանգնեց, ունենք 10 դրոշ, շնորհակալություն հայտնենք Նարային։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Նելի Գսպոյան։ Նայում եմ մասնակիցների արձագանք, ասում են, ես աղջիկ ես ինչի պերակտիվ է։ Խնդրեմ, լսում եմ ձեզ, բայց եկեք ելի մի բան պայմանավորվենք։ Պնդում, փաստարկ, հակափաստարկ այս տրամաբանությամբ։ Եթե հուզական զեղումներով գնանք, դուք կկրեք հաստատ ինձ, որովհետև ես շատ թույլ եմ դրանից։ Չէ, աթոռը հարմար է դարձել։ Չէ, պնդումը հիշում եմ, ուրեմն կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին եւ Հայաստանի մեկուսացմանը կարող է տանել եւ այլ։ Նախ առաջինը խաղաղության այդ պայմանագիրը երբեք երաշխիք չէ իրական խաղաղության։ Ոչ մի պայմանագիր երբեք երաշխիք չի կարող դառնալ, որովհետեւ չի կարող լինել, որովհետեւ դա իրականում թուղթ է, որի տակ ստորագրում են ու յուրաքանչյուր վարկանի կարող են խախտել։ Մեր թշնամին ցավոք սրտի կարող է արձանագրել չափազանց խելացի է եւ երկրները, որոնք ինչով են տարբերում այն երկրները, որտեղ որ կա հղում անկախության հռչակագրի եւ որտեղ որ չկա, ուրեմն անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, եթե սահմանադրության մեջ մենք ունենք մենք հղում, նշանակում է տալիս ենք նրան նաեւ իրավական հիմք։ Հանելով հղումը, իրավական հիմքը ջնջում ենք։ Ինչպես է դրսևորվում Հայաստանի օրենսդրության մեջ, որտեղ սահմանադրության դրույթ եք դուք ասում եք համարում, դա ներառում ենք, սարքում ենք պատմականը իրավական, այդ իրավականը որտեղ է ֆիքսվել, ինչ որտեղ ֆիքսվել է, գործիքայնացվել է, ինչ որ շոշափելի արդյունք ստացել է, թե ոչ։ Իրավական հիմքը ասելով նկատի ունենք, որ երբ որ հղում ենք տալիս, նշանակում է փաստաթուղթը ներկապահին էլ իրավական հիմք ունեն։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը կասկածի տակ է դնում մեր ներկայիս ուրեմն անկախության, մեր ներկայիս պետության գոյությունը, մենք ունենում ենք տվյալ իրավական փաստաթուղթը։ Օրինակի համար Սևրի պայմանագիրը ընդհանրապես պատմական փաստաթուղթ է, իրավական ոչ մի հիմք չունի։ 1918 թվականի Միացյալ Հայաստանի հռչակագիրը նույնպես պատմական փաստաթուղթ է։ Սահմանադրության նախաբանում կարելի էր գրել Սևրի պայմանագիր։ Ու գիտեք, դուք չգիտեմ, այդպես եք մտածում թե չէ, բայց 90-ական այդպիսի մարդիկ կային։ Ասում են, եկեք Մոսկվա բան սաղ չեղարկենք, Սևրի պայմանագիրը հիշատակենք։ Իհարկե, կարող ենք հիշատակել։ Ոչ մեկ չի ասում, որևէ տենց բարձր ատյանի մեր պետությունից դուրս որևէ մեկը չի ասելու դուք այդպիսի բան մի արեք։ Սա խնդիրը մեր ներսում է, եւ Սևրի պայմանագիրը լավ հիշատակեցիք։ Կարող ենք անկախության հռչակագրի փոխարեն շատերը դա են ասում։ Սևրին հիշատակենք։ Չենք կարող պատմական փաստաթուղթը մնում է պատմական փաստաթուղթ, մեր թշնամին մեզնից կրկնակի խելացի լինելով ուղղակի այսօրվա մեր հրաժարումը կարող է օգտագործել 30 տարի հետո ու կա շատ լավ նակապացուցի, որ մենք չենք ունեցել երրորդ հանրապետությունը եւ հենց այդ պատճառով անկախության հռչակագրի հղումը սահմանության մեջ պետք է մնա։ Ավարտվեց երրորդ պնդման ժամանակը։ Ես շատ եմ մտածում 4-րդ պնդումը ինչի մասին կարելի է հիշատակել, ինչ մասով կարելի է հիշատակել եւ որոշեցի ինչու ոչ քննարկել ներքաղաքական հարթությունը։ Սահմանադրությունում անկախության հռչակագրին հղումը չի արտահայտում Հայաստանի պրակտիկ իրական շահերը, այլ եղել է, որոնց փաստերը նաեւ հեսա կհիշատակենք, ներքաղաքական փոխզիջման արդյունք եւ քաղաքական պայքարի գործիք։ Ես չեմ ասելու, թե ինչ նկատի ունեմ ներքաղաքական փոխզիջման արդյունք է անկախության հռչակագիր պնդումը։ Տեսնենք մասնակիցներից ով է ասելու, թե ինչ ներքաղաքական փոխզիջման արդյունք է եղել եւ արդյոք դա նորմալ է, թե նորմալ չէ, թե կարելի է այսպես բարձրացնել։ Խնդրեմ, համեցեք։ Արմեն Խեչումյան։ Ուզում ասեմ, բնականաբար տեղյակ եմ, խոսքը 1990 թվականին, երբ որ կազմվում էր անկախության հռչակագիրը ՀՀՇ-ի եւ կոմունիստական կուսակցության բանավեճի մասնի անկախության հռչակագրի վերաբերյալ, իսկ մնացածը եւ ինչի էր պետք մեզ փոխզիջում։
Ինչ էր պետք փոխզիջում, թող ՀՀՇ-ն ընդուներ, հաղթել էր ընտրությունները։ Քանի որ ՀՀՇ-ն ցանկանում էր, որ դա լինի համազգային ինչ-որ հռչակագիր, որը կարտահայտի բոլորի ցանկությունը եւ փաստացի այդ ժամանակվա խորհրդան 192 անգամ անկախության հռչակագրի մասին չէ խոսքը։ Սահմանադրությունում, երբ որ առաջին սահմանադրության նախագիծ էր մշակվում, սահմանադրության մեջ անկախության հռչակագրի հղումը թողնելու որոշումը ինչու է ներքաղաքական գործիք դարձել, ինչու է փոխզիջման գործիք դարձել։ Խնդրեմ։ Անկախության հռչակագրի մասով շատ ճիշտ եք ասում, բայց անկախության հռչակագրի ավելի շուտ է, չէ՞ եղել։ Հետո մենք առաջին սահմանադրության մեջ արդեն իսկ եւ այդ փուլից ի վեր այդ հիշատակումը պահել ենք, հիմնվել ենք անկախության հռչակագրի վրա։ Ինչու՞։ Ինչն է քաղաքական պայքարը ընթանում։ Ես նույն հարցը, բայց այլ կերպ կցանկանայի ձևակերպել եւ տալ ձեզ նախորդ պատասխանեք, հետո ես ձեր հարցին կպատասխանեմ։ Դուք կարող եք պատասխանել, քանի որ ես այդքան լավ չեմ տիրապետում ու իրավիճակ չստեղծվի, որ ուսանող եմ եկել եմ քննության։ Հարցը այսպեսին է, փաստացի հռչակագիրը 1990 թվականին է Ես շարունակեմ էլի։ Հայաստանի Հանրապետության նախաբանի մեջ անկախության հռչակագրին հղում անելու հանգամանքը մի բանով է պայմանավորված եղել, որովհետև սահմանադրության նախագիծ ունենալը 2/3 էր պահանջում։ Ու եթե չլիներ այն ընդդիմությունը, որ կար այդ խորհրդարանում, իդեպ հետաքրքիր ընդդիմություն, այդ ընդդիմությունը օրինակ մի քանի տարի առաջ Հայաստանի անկախությանն էլ էր դեմ, իմ կարծիքով իշխող հայոց համազգային շարժումը այս նախաբանում հղումը չէր դնել։ Պատկերացնում եք, եթե չլիներ 2/3 պայմանը սահմանադրության նախագիծ բերելու, ՀՀՇ-ն հղում չէր դնելու։ Կարծում եմ ավելի ճիշտ կվարվեր ՀՀՇ-ն, եթե այդ հղումը չդրվեր։ Նաև այսինքն դուք համաձայն եք, որ սկզբանե չդրել, բայց որ դրել եք պահենք։ Բասիկ վերջացնեմ։ Ես ունեմ իմ տարբերակը, ես կառաջարկեմ, քանի որ մենք մի սխալ արել ենք արդեն 1999-ին, այնուհետև 1995 թվականին, հիմա երբ 2026 կամ 2027 թվականին, երբ որ դա լինի, սխալի հետևից կատարել ենք ել ավելի մեծ սխալ։ Ինչն է իմ առաջարկությունը։ Խնդրում եմ պնդման շրջանակներում, Պնդման շրջանակներում մենք դա կարող ենք անել հետագայում, երբ որ կնորմալացվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Նորմալացվում են։ Նախաստորագրված խաղացան ձեռնագիր կա։ Համաձայն եք, որ այս պահին մենք գնում ենք փոփոխության Ադրբեջանի պահանջով փաստացի։ Հայաստանում սահմանադրության հանրաքվեները դուք լեգիտիմ համարում եք Հայաստանի ժողովուրդը սահմանադրական հանրաքվեին նորմալ մաս։ Ունենք 10 դրոշ, ժամանակը կանգնեց։ Շնորհակալություն հայտնենք Արմենին։ Հարգելի Եկեք ուղղակի Արամին կանչենք։ Համեցեք։ Մանե Շաբոյան։ Պնդումը ինձ թվում է բարձր, ես էլ մեկնաբանեցի, կխնդրեմ ուղղակի մեկնաբանել իմ պնդման մեկնաբանությունը։ Ուզում եմ որ դուք սկսեք, շնորհակալություն։ Շատ լավ, մանե, տեսեք, տարբեր հարթություններ դիտարկեցինք։ Ինձ համար միշտ կարևոր է եղել, որ Հայաստանում իրավական հատկապես այս գործընթացներում լեգիտիմությունը բարձր լինի։ Բայց փաստորեն մենք այսօր քննարկում ենք լուրջ հարց։ Տեսեք, ձեր ընկերներից հատկապես Նելին, որ միշտ այստեղ նստում է, 3 անգամ նստեց, ինքը շատ հետաքրքիր տեքստեր է ասում հայրենիքի պատմականության պահպանման եւ այլն։ Բայց պատկերացնում եք, այն ինչի մասին մենք որ բանավիճում ենք, անկախության հռչակագիր, սահմանադրություն, հայոց ազգի հարատևություն, 10,000-ամյա հայեր, մեկ ասում է 50,000-ամյա հայեր, այդ մի հղումը հայտնվել է ընդհանրապես նրա պատճառով, որովհետև ՀՀՇ-ն, հայոց համազգային շարժումը, որ անկախություն է բերել մեզ, կարելի է այսպես ձևակերպել, ուղղակի ստիպված էր, որովհետև 2/3 էր պետք, որպեսզի սահմանադրության նախագիծը ընդունվեր, որովհետև իր նախագծում, ելի մի անգամ հիշատակել եմ, եթե գովասանքին արժանի այն գործիչները, Ռաֆայել Իշխանյան, որը երրորդ ուժի արգելման մասին, բացառման մասին, Լևոն Տեր-Պետրոսյան, իսկ պատկերացնում եք մի քանի տարի առաջ Հայաստանի անկախության դեմ եղած ընդդիմադիր կուսակցությունները, այնտեղ Դաշնակցություն, եւ այլն, 3 տարի հետո անկախության դեմ լալուց հետո պահանջում են պատմական Հայաստան եւ ՀՀՇ-ն ստիպված գնում է
անկախության հռչակագրին հղում տալու, այսինքն կոնսենսուս ունենալու ճանապարհով։ Հավատացած եղեք, շատ վառ եւ լիարժեք պատկերացում ունեմ Փարքաստա եւ քիչ առաջ դուք նշեցիք, որ մեր սահմանադրությունը Լուիսի Փարոս է, մեր կյանքի հիմքն է եւ այլն։ Անկախության հռչակագիրը։ Անկախություն Այդ կոնտեքստում է էլի ասում։ Ուզում սահմանադրությունն է, բայց անկախության հռչակագիրը։ Լուիսի Փարոսը դա փաստ է։ Չէ, ուզում ասեմ իմ խոսքերը վերաբերում են անկախության հռչակագրին, որին հղում եք անում։ Հա, հասկացա, դե իմ ասածն էր իրականում դա, պարոն Մովսյան, իրան կամ տեսեք, հարցս հետեւյալն է։ Եթե դուք հիմա նշում եք, էական չէ ձեր պնդման իրականում ողջ բովանդակությունը, ապա ինչ առաջարկ ունեք, եթե սահմանադրությունը դուք ասում եք, որ պետք է մենք հեռացնենք, ապա դուք վստահաբար տեղյակ եք, որ կան իրավական վակուումներ։ Այսինքն, եթե դուք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից հեռացնում եք հղումը Հայաստանի Հանրապետության հռչակագրին ընդհանրապես, ապա ինչ այլ տարբերակ ունեք, որպեսզի մենք չհասնենք իրավական վակուումներին եւ մի քանի բան էլ հա ավելացնեմ։ Բայց եկեք պատասխանենք։ Կպատասխանեք վստահաբար։ Չէ, ոչինչ կհասցնեք։ Պարզ եմ ասում։ Զուտ հայի հետին խելքով կարելի է այս հարցը փակել, բայց կարելի է այս հայի հետին խելքին չհասնել։ Եթե կարելի է այսօրվա բանավեճն է չանել, դե որ տենց նայում ենք կարելի է։ Բայց ուզում եմ ասեմ, իմ առաջարկը այն է, որ սա այս իրավիճակը չլիներ, Հայաստանի քաղաքական էլիտան ավելի ողջամիտ գտնվեր 94-ին, 95-ին ու այսպիսի սահմանադրության նախագիծ շբերեր։ Ապագայով ուրեմն այդպես մենք կարող ենք անցյալով կներենք, ուրեմն ես կարող եմ թագուհի անցյալով որ նայում ենք։ Հիմա տեսեք, հարցս հետեւյալն է։ Դուք ընդհանրապես վստահաբար գիտեք, որ կան իրավական ակտեր, որ ընդհանրապես հռչակագիրը մեր իրավական ակտն է, այսինքն մեր ծննդյան վկայականը, եւ վստահաբար դուք առանց ձեր ծննդյան վկայականի պարոն Մովսյան չեք կարող ապրել։ Եւ երկրորդը ընդհանրապես վստահաբար ինձ ID քարտը եւ անձնագիրը բավարարում է։ Չէ, դա գուցե բայց առանց անձնագրեր հավատացեք չեք կարող ապրել։ Եվ երկրորդ հարցս ոչ թե հարց, այլ վստահաբար դուք էլ գիտեք, որ ընդհանրապես միջազգային քաղաքականություն եւ իրավական ոլորտներում գոյություն տերմիններ։ Ես չեմ ասում, առանց ծննդյան վկայականի ապրենք։ Ես ասում եմ հղումը հանենք։ Ես ասում անկախության հռչակագրը պետք է սրբության սրբոցի պես պահել։ Հղումը դա մեր ծննդյան վկայականը, ինչպես մի քիչ առաջ ընկերներից մեկը նշեց, դա նաև պորտալներն են։ Մի րոպե մետ ավարտեմ, էլի դուք վստահաբար գիտեք, որ կան ընդհանրապես continuous այն ամեն ինչը որ շարունակում է պետությունը, ապա եթե մենք հանում ենք հռչակագիրը, նշանակում է, որ մենք ստեղծում ենք նոր պետություն, ոչ թե շարունակում ենք մեր պետությունը։ Այսինքն այս դեպքում դուք կողմ եք, որ մենք մոռանանք մեր անցյալը, մեր արժեքները, մեր հավատը, իսեր Աստծո չեմ տանում բացարձակապես հուզական դաշտ, որովհետև եթե հռչակագրից հղումը հանում եք աշխարհում եւ ընդհանրապես իրավական եւ քաղաքական ոլորտներում հռչակագրից հղումը հանենք, այստեղ մարդ կա, որ իր հայրենիքը կմոռանա, ինչ որ անցյալ կմոռանա, անկախության հռչակագրի մասին կմոռանա։ Մենք բոլորս կմոռանանք, եթե մենք հանենք։ Դե չենք ասում լավ է պահվելու է։ Բայց էլ արդյոք ինչ չեմ արենք բանավիճում։ Չէ, այսինքն ինչի մասին, տեսեք, անկախության հռչակագիրը ես ցավում եմ, որ քաղաքական աշխատանքի մասնակիցները անկախության հռչակագրի սահմանադրության մեջ հղումից հանելով իրենց հայրենիքը կամ ինչ-որ հատվածներ կմոռանան պատմություն, կմոռանան։ Ես չեմ ասում, որ անկախության հռչակագիրը պետք է մոռանալ, պետք է չեղարկել, ես ասում եմ անկախության հռչակագիրը պետք է պահել, բայց սահմանադրությունից անկախության հռչակագրին հղումը պետք է հանել։ Այսինքն ասածը դա է, եթե դուք հանում եք ձեր սահմանադրությունից հղումը, պարոն Մովսիսյան, աշխարհում կան միջազգային տերմիններ, որոնք կոչվում են օրինակ պետության շարունակություն։ Եթե դուք ձեր սահմանադրությունից, որը վկայում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը եւ վստահաբար դուք ինձ ավելի քաջատեղյակ եք նման մի շարք այլ դրույթներ, ապա այս դեպքում մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ մենք հրաժարվում ենք մեր հին Հայաստանից եւ այսպես ասած ստեղծում ենք մի նոր պետություն։ Դուք կողմ եք, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակի, որ իր պատմական Հայաստանից չի հրաժարվում եւ շարունակելու է պատմական Հայաստանը հետ բերելու քաղաքականությունը եւ խնդրում եմ հիշատակեք Հայաստանում մեկ քաղաքական ուժ որ դա ասում է։ Ես ապագայում որպես քաղաքական ուժ հուսամ դա կասեմ։ Հիմա ասող կա։ Ինչ։ Հիմա կա քաղաքական ուժ, որ ասում է Հայաստանի պատմական հայրենիքը հետ ենք բերելու։ Մենք հիմա բանավիճում ենք ոչ թե քաղաքական ուժերի տեսանկյունից, այլ մեր երիտասարդների պարոն Մովսիսյան։ Չէ, առաջին հերթին իհարկե ձեր կարծիքն է։ Ժամանակը կանգնեց, ունենք 10 դրոշ։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Կիրիլ Խաչատրյան։ Ավարտեմ երկրորդ հարցս։ Արդյոք Հուսանք այս անգամ կավարտվի բանավեճը։ Արդյոք 5 րոպե ամենից կավարտվի։ 5 րոպեից Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը հանելը կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Միատը կկրկնեք, չլսեցի ոնց ձևակերպեցիք։ ձևակերպեցիք։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանից Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը հանելը կարող է հանգեցնել Հայաստանի անկախության հռչակագիրը սահմանադրությունը թե զուտ հղում է կատարում։ Այդ ուրիշ բան։ Հանելը կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Մենք մեր պնդումը բայց ոնց որ ուրիշ է։ Դե ես մի հատ ցանկանում եմ, քանի որ 5 րոպե է մնացել, մի հատ պետք է հասկանանք գլխավոր թեման։ Ինչի՞ց է ամեն ինչ եկել է ընդհանրապես։ Այսինքն ուզում եք ասեք, եթե սահմանադրության նախաբանից հանում ենք հղումը, արդյոք վստահ ենք, որ խաղաղության համաձայնագիրը կընկնի թե ոչ։ Ես վստահ չեմ եւ ամենևին նման պնդում չեմ կատարում։ Ինչու՞, որովհետեւ չեմ համարում, որ դա այն նախապայմանն է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է, բայց դա բխելու է, ելի եմ ասում, ցավոք սրտի այս պահին գործող ուժային բալանսից, որի մասին շատ քիչ խոսեցինք, որովհետև ինձ թվում է մենք այս պահին գտնում ենք 88-89 մինչև 95 թվականների ժամանակաշրջանում, որևէ մեկը հղում չարեց, թե ինչ ուժային վակուում, ինչ ուժային դիսբալանս է գործում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, իհարկե դա էլ բանավեճի առարկա է, բայց դա էլ պետք է նշել, կարծում չէ, համաձայն եք։ Միանշանակ դիսբալանսը կա, քանի որ ցավոք 2023 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը պարտված կողմն է, բայց ընդհանրապես որտեղից է ստեղծվել այս անկախության հռչակագրի հղման հանման թեման այն ժամանակ, երբ որ Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահն սկսեց Հայաստանի Հանրապետությունից պահանջել եւ ասել, որ մեր երկու երկրների միջև խաղաղությունը պայմանագիրը այն ժամանակ ստորագրվի, երբ որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի այդ դրույթներից, սակայն պետք է գիտակցել եւս մի փաստ, որ 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 27-րդ հոդվածով միջազգային պայմանագիրը գերակշռում է ցանկացած ներքին թուղթ, այսինքն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը ինքը միտքս ավարտեմ անցած բանի, ինչքանով էլ հանդիսանում է մեր իրավական ակտերի մայրը, սակայն նա չունի որևէ իրավական ուժ, քանի որ նա հանդիսանում է հռչակագիր։ Նույն կերպով Ադրբեջանի սահմանադրությունը, որը հղում է անում 1991 թվականի հոկտեմբերի, ես ավարտեմ նոր 1991 թվականի հոկտեմբերի 11-ի 18-ի անկախության ակտին, որը նաև իր հերթին հղում է անում 1918 թվականի Ադրբեջանի Հանրապետությանը, որը իրենից ենթադրում է, որ Ադրբեջանի տարածք է Զանգեզուրը, Սևանը, Երևանը եւ այլ մարզեր, այդ իսկ պարագայում Հայաստանի Հանրապետությունը դեռ չի ներկայացրել որևէ պահանջ, որ Ադրբեջանը իր սահմանադրության միջից հեռացնի այս հղումը։ Հիմա կարող եք արձագանքել։ Նախ ֆիքսենք, որ ձեր երկրորդ հարցին պատասխանեցինք ու բանավեճը չավարտվեց, այդ մեկ։ Երկրորդ, խնդիրը ես միայն իրավական հարթության մեջ չեմ դիտարկում, այլև քաղաքական հարթության մեջ ու նաև հղում եմ կատարում թե խաղաղության համաձայնագրին, թե այն ուժային դիսբալանսին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ունենք 10 դրոշ, ժամանակը կանգնեց։ Շնորհակալություն քիչ։ Եվ ըստ էության վերջին մասնակիցը կարող է սեղմել գոչակ։ Սողոմոն Թանանյան։ Ես ոնց հասկանում եմ, կարելի էր Նելիին եւ Սողոմոնին առանձնացնել, ես իրենց հետ բանավիճեի, կրկին ողջույն Սողոմոն, այս անգամ պնդումը པարզ է, էլի, ուրիշ պնդում է առաջ քաշվեք, կխնդրեմ այդ տեսանկյունից դիտարկել։ Հետաքրքիրը նաեւ գիտեք ինչն է, մեկ կարճ դիտարկում եմ անում, քանի որ արդեն բանավեճը ավարտին է մոտենում ու ժամանակն էլ կա։ Բոլոր պնդումների փուլերում ես չտեսա մեկ մասնակից, որ գա այդ փուլի պնդմանը հենց հակադարձի։ Արդեն այս պնդման ներքո երրորդ մասնակիցն է մոտենում։ Ես հստակ ներկայացնում, թե սահմանադրությունում հռչակագրին հղումը ոնց է հայտնվել։ Ցույց եմ տալիս, թե դա ինչքան վատ բնույթի երևույթ է քաղաքական գործընթացի իմաստով, հա, այսինքն դու իշխող մեծամասնություն ես եւ քեզ առաջ է 2/3, որպեսզի ինչ որ կոնսենսուսի գաս եւ դրա միջոցով հայտնվի։ Պատկերացնում եք, եթե ընդհանրապես սովորական մեծամասնությամբ սահմանադրության նախագծի ընդունում, մենք չենք ունենա այս հղումը ու այսքան հայրենասիրական զեղումներով հուզական բաներ չեն լինի։ Հիմա խնդրեմ ձեզ։ Փորձեմ անդրադարձ կատարել այդ պնդմանը, իմ կարծիքով Սահմանադրությունը կլներ օդից կախված մի տեքստ, որը չէր ունենա իրավական ծնող, այն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե նոր ստեղծված միավոր է, այլ անկախություն հռչակած կամքի իրավական շարունակություն, կարծում եմ նպատակը դրանում ներկայանում, նաև սահմանել պետության անկախտելի նպատակները, ինքնիշխանություն, ժողովրդի մարդու եւ ազգային իդեալներ։ Բայց իմ չորրորդ պնդում ուրիշ բանի մասին է։ Իմ չորրորդ պնդումը նրա մասին է, որ անկախության հռչակագրին հղում անելու հանգամանքը պայմանավորված է եղել մեկ պարզ իրականությամբ։ Գերագույն խորհրդին պետք էր 2/3։ ՀՀՇ-ն ցավոք սրտի թե բարեբախտաբար չուներ։ Դաշնակցական եւ այլ ընդդիմադիր կուսակցությունից բաղկացած ընդդիմությունը մի քանի տարի առաջ դեմ էր անկախության տարբեր լոզունգներով, արդեն պատմական Հայաստանի մասին է խոսում։ Որպեսզի պատմական Հայաստանի հայ դատականության եւ իրական sense այդ Հայաստանի Իվանոս Սիրադեղյանի, Ռաֆայել Իշխանյանի պնդումների միջև ինչ որ համատեղություն լինի, կոնսենսուս լինի,
եկավ այս հղումը ընդհանրապես։ Պատկերացնում եք, կարող էր այս հղման տեղը լիներ օրինակ Սևրի պայմանագրի հղումը, եթե քաղաքական մեծամասնությունը լիներ օրինակ այդ ընդդիմադիր թևերից ՀՅԴ, ՌԱԳ, ՍԴՀԿ եւ այլն։ Կամ լիներ օրինակ, որ հայերը 50,000 տարի ապրել են, Աստված մեզ պահել է եւ այլն եւ այլն։ Չեմ կարծում, քանի որ այդ անկախության հռչակագիրը հայերի ծննդականն է եւ Ես կարծում եմ, գիտեք ինչի, որովհետեւ իրանք դա են առաջարկում։ Այսինքն համանadrության մի քանի նախագիծ է եղել, անկախության հռչակագրի մի քանի նախագիծ է եղել, այդ մարդիկ դա են պահանջում։ Պատմական Հայաստանի վերականգնում իրավական փաստաթղթում, մայր օրենքում։ Այսինքն համանadrության մեջ պետք է գրվեր, որ Հայաստանը իր պատմական հայրենիքը պետք է վերականգնի։ Սևրի պայմանագրին հղումաներ։ Ավարտվեց ժամանակը նաև մեր 4-րդ պնդմանը։ Շնորհակալություն Սողոմոնին։ Մեր ժամանակը ցավոք ավարտվեց, ես կուզենայի, որ բոլոր մասնակիցները հնարավորություն ունենային, բայց շատ ավելացնելու բան չունեմ, չէ, մեկ ավելացնելու բան ունեմ, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտում այնպես էլ բովանդակային քննարկում չկա, բոշա փչացածից դուրս, հայնասեր դավաճանից դուրս, առաջարկում եմ հետագայում միշտ բանավեճի շրջանում ավելի շատ հուզական էմոցիոնալ ֆոնը օգտագործել բովանդակային փաստարկներ հիմնավորելու համար, բայց մնացածի առումով շատ շնորհակալ եմ բոլորից։